Ցիցեռնակ Կրծքիս տակին հոգուս խորքում մի հին աշխարհ ունեմ մաքուր, կապուտ երկինք արև լուսին, սիրո աշխարհ ունեմ մաքուր, փայլուն աստղեր անուշ աղբյուր, ծովից էլ մեծ, ծովից մաքուր, կրծքիս տակին հոգուս խորքում հայոց երկիր ունեմ մաքուր, ունեմ վարդեր, մանուշակներ, շուշան, նարգիս, սուսամբարներ, սիրո պարտեզ, սրտի կանչեր, սպիտակ կարմիր ալ մեխակներ, հայոց քաջեր, սիրուն հարսեր, ալմազ, ոսկի և զմրուխտներ, կրծքիս տակին հոգուս խորքում հայոց գարուն ունեմ մաքուր, ամեն հայի կրծքի տակին ունի մի նոր մաքուր աղբյուր, մեկի հոգում երգի աղբյուր, իսկ մյուսին վեպի աղբյուր, մեկի հոգում սիրո աղբյուր, իսկ մյուսին խելքի աղբյուր, կրծքիս տակին հոգուս խորքում քչում է երգի աղբյուր, ով որ մտնի հոգուս գիրկը, անմահական ջուր տա մաքուր, կրծքիս տակին հոգուս խորքում հայոց աղբյուր ունեմ մաքուր, կուզեմ ազնիվ անկեղծ ընկեր, հոգին մաքուր աղբյուր ընկեր, խոսի ինձ հետ սրտանց բարի, լինի կյանքիս անգին ընկեր, բարի հայեր, խոսքս լսեք, ժամանակն է միախմբվել, բարձրանանք Արարատի սուրբ տաճարին, հայոց եռագույն դրոշը կրենք, կրծքիս տակին հոգուս խորքում մի հին աշխարհ ունեմ մաքուր, մի հին աշխարհ, աշխարհից շեն, աշխարհից մեծ, աշխարհից վեհ, կրծքիս տակին հոգուս խորքում հայրենիքիս կարոտն անուշ, ազնիվ հոգուս երակներում մայր Հայաստան ունեմ մաքուր, իմ Հայաստան ազատ աշխարհ, քո իղձերին եկար հասար, անկախության դուռը բացիր, սուրբ մերոնով մկրտվեցիր, անկախության դուռը բացիր, սուրբ մերոնով մկրտվեցիր, Աստվածը քեզ քիչ ամարի, Ղարաբաղին գիրկը դփահի, Աստվածը քեզ քիչ ամարի,
Ղարաբաղին գիրկը դպահի Սփյուռքայության սիրտն ու հոգին Հայոց լեռն աշխարհում պահի Սփյուռքայության սիրտն ու հոգին Հայոց լեռն աշխարհում պահի Հայը պիտի միշտ մնա հայ ազգին պաշտպան մինչ գերեզման որ երկրում էլ որ ապրի նա ազգով թող միշտ հայ կոչվի նա որ երկրում էլ որ ապրի նա ազգով թող միշտ հայ կոչվի նա ունենք անուշ մայր Հայաստան Գանձերիցով շեն Բուրաստան ունենք անուշ մայր Հայաստան Գանձերիցով շեն Բուրաստան ամեն հայի կրծքի տակին Հայաստանն է հայ Բուրաստան ամեն հայի կրծքի տակին Հայաստանն է հայ Բուրաստան ամեն հայի կրծքի տակին Հայաստանն է հայ Բուրաստան Ես մեր հերոստատիտողներին պիտի ասեմ, որ Սեդրակ Հովհաննիսյանի երգերը շատ սիրում էր նաև մեր մեծանուն բանաստեղծը Համոս Հայանը եւ պատահական չէր, որ նա հաճախ էր ձեզ դիմում խնդրում կատարել այս կամ այն երգը եւ երբ ասացիք ռեստորանային տարիների մասին, նա նույնիսկ գալիս էր, եթե չեմ սխալվում, Արագիլ ռեստորան եւ լսում էր ձեր կատարմամբ այդ երգերի շատերը։ Հիշում եք այդ օրը։ Այո, իհարկե ասում էր տարին շուշուտ որ գա Սեդրակ ջան շուշուտ կգամ ասում ձմեռը շուտ որ անցնի շուշուտ կգամ քեզ լսելու շատ բանաստեղծների համար շատ եմ Հրաչիկ Հովհաննիսյանի համար եմ նվագել Վարդգես Պետրոսյանը մի օր կրունգում նվագում էի Բարուշ Սևակին բերեց տղաներին ասի տղաներ մեղմ նվագեք տեսեք ով է եկել Բարուշ Սևակն է Վարդգեսը ինձ կանչեց գնացի գինին ձեռն էր սենց բռնած հա ասեց ճանաչում ես վարպետին ասի իհարկե ասեց ինչ ես ցանկանում ասեցի ինչ կուզեք ասի վարպետը ինչ ասեց ինչ որ ասեք մենք մեծ սիրով կլսենք երկու անգամ բերեց Բարուշ Սևակին եւ դուրս գալուց երբ որ նվագում է իրանք ճամփող այդեն ոնց լենագանցին ասում նվագում է ծափ տալով դուրս էր գալի շատ մեծամեծ մարդիկ են եկել կռունգ կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը Էդվարդ Բաղդասարյանը Վաղարշակ Կոտոյանը իմ բալեշչիկն էին, որտեղ գնացել եմ, նրանք հետևից գալիս էին, ես լսել ուզում եմ ասել, ես հայերեն երգեր եմ գրում, ես գրել եմ բոլոր երգերս, երևանյան երգեր է, հետո կիմանան, ես ուզում եմ երգերս սարքեմ 100 հատ, նոր արենա դուրս կամ, հետո մի օր գեղեցիկ որ տունն եմ, անցյալ տարի, տելևիզորը ցուցատալի, ուրեմն Ավետ Բարսեղյանն անցկացնում, ընկերներ ասեց, մենք ստեղծել ենք երգոց, ով որ ստեղծագործություններ ունի, այ կարող են գան, մենք ընդառաջենք բան, ասի ինչ լավ է, բայց հələ 100-ը չեմ տեսել, ասի, եւ այդ ժամանակ Հասմիկին ցույց տվեցին, հա, Հասմիկը ասեց այդ տիկին Հասմիկին ճակատը հարգորը համբյուրել, որ նա երգերը գրել է, Տիկին Հասմիկ ոնց էի գրում, ես չեմ տեսել Հասմիկին, այդ Սուրեն Մուրադյանն էր բերել այդ խոսքերը։ Նա էլ ասեց, ես Սևան որ գնում էի, ծաղիկներ շատ էի սիրում, գրեցի, իմ մասին բան չասեց։ Ես գնացի հեղինակային իրավունք, ասի, այսքան երգերը, ես եմ երգել, ես իմ երգիչ, ասում բա ինչու ես լռել։ Դե ասի մեր ռաբիզի դիրեկտորը չէր թողում որ գրեի, ես էլ գրում էի ժողովրդական։ Այս տեսակ ա եղել։ Եվ մինչև հիմա էլ երգ եմ գրում, խոսքերն էլ եմ գրում, երգերն էլ եմ գրում, եւ նորից էլի պետք է իմ դիսկերը հանեմ իհարկե։